Բարի երկու հարգելի հեռուստադիտողներ, Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումն է, ինչպես հայտնի է մայիսի 6-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած գործող կարգի համաձայն ընթանում են համամասնական ընտրակարգով, մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման գործընթացները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստացված տեղեկություններում առայժմ համամասնական ընտրակարգով կուսակցություններից որևէ առաջադրումներ չկան, իսկ մեծամասնական ընտրակարգով գործընթացը կարծես թե ակտիվանում է եւ Շիրակի մարզի 4 ընտրատարածքներում արդեն մեծամասնական առաջադրումներ կան։ Ինչպես հայտնի է 3 թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր ներկայացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյան, այսօր Մարտուն Գրիգորյանին մենք հյուրընկալել ենք մեր տաղավարում։ Բարի երեկո, պարոն Գրիգորյան, եւ այսպես երկրորդ անգամ նույն ընտրատարածքում падգամավորության մրցապայքարում եք մտնելու, այսպես ասեմ, ազգային ժողովում այդքան շատ են անելիքները, ինչու եք ցկտում նորից գնալ ազգային ժողով եւս 5 տարի աշխատել։ Ուրեմն այս 3 ես առաջադրվել եմ, իմ փաստաթղթերը ներկայացրել եմ 34 ընտրատարածքային հանձնաժողովին։ Ուրեմն աշխատանքների հետ կապված, այո, 5 տարի շարունակ աշխատել ենք, բավականին լուրջ հետաքրքիր աշխատանք ենք ծավալել ազգային ժողովում։ Այսօր ես մտածում եմ, որ շատ աշխատանք ենք կատարել, չեմ ուզում այն չարչրված բառերը օգտագործել, որ կիսատ մնացած գործեր ունենք անելու, պետք է գնանք շարունակելու, վերջացնելու, ոչ, մենք իմ կարծիքով լավ ենք աշխատել, ճիշտ ենք աշխատել այս 5 տարիների ընթացքում եւ դա է մեզ հուսադրում, դա է մեզ ավելի շատ ուժ տալիս եւ մաղում նրան, որ մենք կրկին անգամ ես առաջադրվեմ թիվ 34 ընտրատարածքով, ես բնականաբար իմ ընտրատարածքի խնդիրներին ծանոթ եմ, հասարակության բոլոր շերտերի հետ հանդիպումներ, կազմակերպություններով, բոլորի հետ լավ ճիշտ աշխատանք ենք ունեցել այս տարիների ընթացքում եւ դա էլ հենց մեր գրասենյակը մեր մշտապես գործել է 5 տարի շարունակ, ես մշտապես իմ եթերներով ասել եմ, իմ գրասենյակը բացի ազատ օրերից, կիրակի օրերից, իմ գրասենյակը մշտապես գործել է, իմ գրասենյակի աշխատակիցները բնակչության հետ մշտապես կապի մեջ են եղել, ես ինֆորմացված եմ եղել բոլոր խնդիրներին մեր ընտրատարածքի ու մեր հնարավորության սահմաններում, եթե իմ անձնական հնարավորությունները կարողացել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել, օգտակար դառնալ, արել եմ, եթե չէ, մեր կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության միջոցով ես փորձել եմ իմ ընտրատարածքի հետ կապված Գյումրի քաղաքի եւ 2009 թվականից արդեն որպես Շիրակի մարզային կառույցի ղեկավար Բարգավաճ Հայաստան կուսակցության արդեն զբաղվել եմ ամբողջ մարզի խնդիրներով, տարածքների մեր պատասխանատուների հետ, այդ ժամանակ էլ ավելի շատ հնարավորություն ունեցա, ճիշտ է ես 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր էի, Գյումրիի կեսից ավելին էր ընդգրկում, իսկ այս պարագայում արդեն ամբողջ Գյումրի քաղաքով ինֆորմացված ենք, ինֆորմացիա ունենք նաև մարզի մյուս համայնքներում խնդիրներ ու շատ խնդիրներ կարողացել ենք նաև մյուս համայնքների համար անել, որը իմ կարծիքով շատ ճիշտ է։ Պարզ է հասկանալի, այսինքն այստեղ կարևորում եք թիմային աշխատանքը եւ չեմ կարող չանդրադառնալ այդ հարցին, կա ինքն առաջադրում եւ կա կուսակցության կողմից առաջադրում։ Միթե այդ կան կարևոր է կուսակցության կողմից առաջադրումը։ Ինչ է տալիս դա տեխնացուին կամ առաջադրվող անձին։ Դա ուժ է, դա ուժ է, դա հզորություն է, դա մեծ առավելություն է, քանի որ այսօր կուսակցություն կա թիկունքիդ կանգնած, դա արդեն իսկ մեծ հնարավորություն է տվյալ տեխնազոյի կամ պատգամավորի համար, ես ինքս 2007 թվականից ընտրվելուց հետո տարի ու կես մոտ ես եղել եմ որպես անկախ անկուսակցական պատգամավոր, այդ տարիներին ես բնականաբար ունեցել եմ հաջողություն, հայտարարություններ, կառավարության հարց ու պատասխան, իմ բարեգործական մշտական ծրագրերով ես հանդես եմ եկել, աշխատանքներ ծավալել եմ այդ տարիներին, բայց
շատ խնդիրներ, որ քո ընտրատարածքին կամ քո տարածքին էր վերաբերվում, շատ լուրջ խնդիրներ հնարավորություն չենք ունենում ես իմ թիմով կոնկրետ կարողանալ մեր այդ խնդիրները կառավարությանը ներկայացնել, այդ խնդիրների լուծումներ բերել, իսկ 2009 թվականի մայիսից, երբ որ ես անդամակցել եմ Փառքովաճ Հայաստան կուսակցությանը եւ ստանձնել եմ մարզային խորհրդի պատասխանատվությունը, այդ օրվանից հսկայական աշխատանք ենք կատարել, կառավարության հետ լավ, ճիշտ աշխատանք ենք ունեցել, բնականաբար Փառքովաճ Հայաստան կուսակցության նախարարների հետ լավ համագործակցություն ենք ունեցել, որի արդյունքում շահել է մեր մարզը, շահել է իմ ընտրատարածքը, վերջերս նաև մեր սոցիալ-նախարարն էր հրավիրվել Գյումրի, այդ ժամանակ մենք կինո հոկտեմբերում հանդիպում ենք ունեցել, հեռուստատեսությամբ է ցուցադրվել է, թե այդ ընթացքում, 2 տարիների ընթացքում ինչ հսկայական աշխատանք ենք արել մեր տեղի մանգատների, գիշերօթիկների, տարեցների խնամքի կենտրոնի հետ կապված լուրջ աշխատանքներ արվել, որոնք հիմնականում ներկայացրել եմ ես, որպես տարածքի պատգամավոր, որպես մարզային խորհրդի նախագահ, խնդիրները, ու մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ, լուրջ հաջողություններ, շինարարական լուրջ աշխատանք է կատարվել, ու այսօրվա դրությամբ այդ կազմակերպությունները շատ լավ վիճակի մեջ են, նույն սպորտ նախարարության հետ կապված, քաղաքաշինության հետ կապված, առողջապահության նախարարության, դա իրենով արդեն լուրջ ձեռքբերում է, այն ժամանակ եթե խնդիր ունենք կոնկրետ թեկուզ այդ նախարարությունների հետ, այսինքն այսպես ասենք, անկախ падգամավոր, անկուսակցական падգամավոր լինելը գուցե կոպիտ հնչի, խանգարում է ազգային ժողովում եւ արդյոք կան հիմա անկուսակցական падգամավորներ, թե ոչ, անպայման ինչ որ պարտավորվածությունը կուսակցական համախմբվածությունը հարկավոր է։ Դե փաստաթղթով կան, որ անկախ անկուսակցական падգամավորներ են, բայց մեծ հաշվով պետք է համագործակցես, պետք է մի քաղաքական ուժի հետ, եթե անկախ լինես, պետք է լուրջ համագործակցություն ունենաս, որ կարողանաս լուրջ ձեռքբերումներ ունենալ, եթե ոչ, ուրեմն յուրաքանչյուր խնդիր արդեն դատապարտված է չիրականանալու, որովհետև յուրաքանչյուր խնդիր միանգամից երբ որ սկսում ես այդ ուղղությամբ խոսել, ինչ որ մի կուսակցության նախարարությունների հետ կապված է այդ ամեն ինչը, նույն րոպեին հետևում է առաջարկությունը անդամակցել այս կուսակցությանը կամ այն կուսակցությանը, իսկ եթե չես համաձայնվում, քո գործերին հաջողություն բնականաբար չի լինի, իսկ եթե ընտրվել է ժողովրդի կողմից պատասխանատվություն է ստանձնել, բնականաբար այստեղ պետք է կողմնորոշվես, ճիշտ կողմնորոշվես, քանի որ ընտրողը իմ կարծիքով քեզ չի ների, որ քեզ ընտրել է, ուղարկել է ազգային ժողովի իր խնդիրներով զբաղվելու ու դու այդ ընթացքում չես կողմնորոշվում քո քաղաքական քայլերը ոնց ես անելու, ու այդ 5 տարիները դու իզուր վատնում ես, վերջում դու պետք է քո ընտրողին նորից ներկայանաս, ինչ ենք ասել, ներկայանալու ենք, ասելու ենք ես կուսակցական չէի, չկողմնորոշվեցի, այս 5 տարիների ընթացքում չկարողացա բան անել։ Պարոն Գրիգորյան, լավ, այդքան ձիրքը աշխատանքային նախաձեռնող կազմակերպչական ձիրքը ունենալու չէր կարելի առանց խորհրդարան մտնելու, հանրօգուտ աշխատանք կատարելու միակ տեղը խորհրդարանն է։ Ուրեմն նմանատիպ աշխատանքներ ես կատարել եմ մինչ 2007 թվականը, նաև այդ կատարած աշխատանքների արդյունքում էր դրա շնորհիվ էր, որ ես 2007 թվականին ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր, նաև բոլորս լավ գիտենք, հանրապետության ամենաերիտասարդ պատգամավորը ես եմ եղել, 26 տարեկանում ընտրվել եմ, այն ժամանակ հենց տարիքային առումով լուրջ քայլ էր, պատասխանատու քայլ էր, ու այդ ընթացքում մենք գնացել ենք այդ քայլին ու փառք Աստծո մենք հնարավորություն ունեցանք ապացուցելու ամբողջ հանրապետությանը, մեր գյումրեցիներին, որ տարիքը կապ չունի, ես 26 տարեկան հասակում ընտրվել եմ պատգամավոր եւ կարողացել եմ ճիշտ աշխատել, կարողացել եմ ժողովրդի կողքին լինել, ժողովրդի մեջ լինել, այս 5 տարիների ընթացքում մենք ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի րոպե մեր ժողովրդից ընտրողից չենք հեռացել, ես ինքս 5 տարի շարունակ իմ քաղաքում եմ եղել, իմ քաղաքի խնդիրներով եմ զբաղվել, իմ քաղաքի մեջ եմ եղել։ Լավ, պարոն Գրիգորյան, այսպես, պարզ է, որ տեխնացություն առաջադրելու ցանկացածը մեծամասնականի մասին է հիմնական խոսքը, հաշվի առնում է մրցակցի հնարավորությունները, կարողությունները, այստեղ դուք մրցակիցների կուսակցական պատկանելությունը կարևորում եք։
Ճիշտն ասած, կուսակցական պատկանելությունը դե կա ինչ-որ մի բան դրանում, բայց ես ավելի շատ չեմ կարևորում կուսակցական պատկանելությունը, քանի որ իմ պարագայում ես 5 տարի շարունակ աշխատել եմ որպես պատգամավոր իմ հնարավորության սահմաններում, ինչ իմ ազգաբնակչությունը ժողովուրդը տարածքի ժողովուրդը դիմել են, ես այդ հարցերով ելույթներ, հայտարարություններ արել եմ, զբաղվել եմ իրենց խնդիրներով, այս պարագայում որ տեխնազությունի, որ կուսակցությունից կամ ինչ տեխնազու է իր տեխնազությունը առաջադրելու, իմ կարծիքով դա այդքան էլ իրական չէ, քանի որ մենք մեր թիկունքում ունենք լուրջ հսկայական աշխատանք ծավալած, այս պարագայում մենք չենք է զարմանում, որ ինչ-որ կոնկրետ այսինքն հայտարարությունները մենք սատարում ենք այս տեխնազույն, մենք սատարում ենք այն տեխնազույն, ձեր համար հանրայինն է կարևորը, քաղաքացու ընտրողի ձայնն է կարևորը։ Ես մնում եմ հավատարիմ իմ կարգախոսին, որը 2008 թվականին էր, իմ թիկունքին ժողովուրդն է եւ դա մենք ապացուցեցինք, այո, մենք ապացուցեցինք դա 2008 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որ իրոք մեր թիկունքին կանգնած էր ժողովուրդը եւ այդ նույն համոզմամբ մենք առաջ ենք գնացել, մենք ի տարբերություն 2007-2008 թվականին, ելի եմ կրկնում, մեր թիմը արդեն որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմն է մեզ հետ, մենք անդամակցել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ու հսկայական աշխատանք ենք կատարել, սա միանշանակ ավելի մեր թիմը մեծացրել է, ավելի մեր ընտրողների բանակը մեծացել է, ավելի հզորացել է, այս առումով ես կարծում եմ, որ մենք տարի վրա ավելի շատ հաջողություն ենք ունեցել, ավելի շատ ժողովրդի մեջ ենք մտել ու հնարավորության սահմաններում ժողովրդի համար աշխատանք ենք կատարել։ Այսինքն դա նաև ձեզ չի վախեցնում, ասենք ձեր մրցակիցներից մեկի առումով հայտարարեն, որ ասենք Գյումրիի քաղաքապետը կամ չգիտեմ ինչ որ պետական կառույց օղակ սատարում է այս տեխնազույն։ Ուրեմն բացարձակ չի մտահոգում, առավել ևս չի վախեցնում, քանի որ ես այդպես էլ շուտ վախեցողներից կամ նմանատիպ բաներից վախեցող չենք, մենք 2007 թվականին էլ ենք պայքարել, 2008 թվականին էլ ենք պայքարել, 2008 թվականին ձեր ասած մարդու հետ ես պայքարել եմ, պայքարի մեջ եմ եղել ընտրությունների ժամանակ, այդ ժամանակ երևի բոլորը լավ տեսել եք, որ ես ընդհանրապես վախի կամ նմանատիպ մտահոգություններ չեմ ունեցել, խնդիր չեմ ունեցել, այսօր առավել ևս ես իմ քաղաքի մեջ եմ, իմ ժողովրդի հետ եմ ու ինչ մնում է սատարելում, դա չգիտեմ, այստեղ ավելի շատ իմ կարծիքով կոնկրետ այս ընտրությունները ավելի շատ թասիբի խնդիր է, քանի որ գիտենք առաջադրումներ սպասվում են, բնականաբար կլինեն նաև 34 ընտրատարածքում, ըստ շրջանառվող լուրերի առաջադրվող տեխնազույի նաև տեղի չլինելու հանգամանքը, այստեղ յուրաքանչյուր հայտարարություն անող մարդ առաջի հերթին պետք է լուրջ մտածի այդ մասին, քանի որ նամանավանդ եթե մարդը ընտրվող մարդ է, ժողովրդի կողմից ընտրվող, նա առաջի հերթին այդ մասին պետք է լուրջ մտածի ու որքանով որ չեմ սխալվում, հենց տվյալ մարդը ամեն անգամ եթերներով իր հակակրանքը, իր չգիտեմ ինչն է, այսպես եթերից թափել երևանցիների նկատմամբ կամ ոչ գյումրեցիների նկատմամբ, այս պարագայում յուրաքանչյուր մարդ պետք է հիշի իր կատարած հայտարարությունները, իր հնչեցրած հայտարարությունները, ու եթե մենք այսօր մտածում ենք, որ ժողովուրդը այդքանը չի հասկանում, այսօր իմ շահերից է բխում երևանցին լավն է, իմ շահերից չի բխում այդ մարդը վատն է, այս պարագայում ժողովուրդը այդ ամեն ինչը լավ հասկանում է ու չմոռանանք, որ 2012 թվականի մայիսի 6-ից հետո կանելի օրեր, կանելի ամիսներ, կանելի ընտրություններ ու մենք այդ ամեն ինչը պետք է հաշվի առնենք։ Ընտրվելու օրվանից նորից սկսում եմ մտածել ընտրությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարգելի հեռուստադիտողներ, ու եթերում շարունակում ենք մեր զրույցը ազգային ժողովի падգամավոր թիվ 34 ընտրատարածքում առաջադրված падգամավորության տեխնացու Մարտուն Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, եթե չեմ սխալվում, համամասնական 100% համամասնական ընտրակարգի անցնելու հետ կապված բոլորովին վերջերս երբ ազգային ժողովում քննարկում եղավ,
դուք կողմ քվեարկեցիք 100% համամասնական կարգին, ընտրակարգին անցնելու։ Ինչու է այդպես։ Եվ համամասնականին կողմ եք, բայց բոլոր դեպքերում դուք մեծամասնական ընտրակարգով եք առաջադրվում։ Ես այս հարցի պատասխանը բազմիցս տվել եմ, ուրեմն իմ համամասնականի կողմ լինելը կապ չունի իմ մեծամասնական առաջադրման հետ կամ մեծամասնական պատգամավոր լինելու հետ, քանի որ ես հստակ այդտեղ բերել եմ իմ մեկնաբանությունը, քանի որ այսօր աշխատող մարդու համար համամասնական թե մեծամասնական իմ կարծիքով աշխատող մարդու համար տարբերությունը այդքան մեծ չէ, քանի որ եթե աշխատող ես, եթե տարածքի պատասխանատու ես, կոնկրետ տարածք ունես, պատասխանատվություն ես ստանձնել, աշխատող մարդը կաշխատի։ Իսկ ինչ մնում է այս մեծամասնական ընտրությունների կտրվածքով, տեսեք այսօր համամասնական կտրվածքով նույն մեր քաղաքում պայքարը ավելի հանգիստ է ընթանում, յուրաքանչյուր մարդ գիտի իր կուսակցությունը, գիտես այն կոնկրետ ենթադրենք այս մարդը այլ կուսակցությունից է, բնականաբար արդեն հասկանում ես այդ կուսակցության անդամին պետք չի ինչ որ հարցով դիմել կամ այդ մարդու հետ ինչ որ զրույց ավալել, այս պարագայում այլ է խնդիրը, այստեղ կա քաղաքի հետ կապված փաստը մի անձնավորությունը երկու տեխնազուի հետ ունի հարաբերություն, մարդիկ արդեն լարվածության մեջ են, ավելորդ զրույցների մեջ են, դրա համար հետո ընտրություններից հետո թիմերի մեջ լարվածություն, թշնամանք, սա իմ կարծիքով մեր պետության համար ավելորդություն է, քանի որ առանց էլ մի լավ վիճակի մեջ ենք, առանց էլ այսօր լուրջ խնդիրները մեր առջև ծառացել, մենք լուրջ խնդիրների մեջ ենք, այս պարագայում մենք անհատական թշնամանքներ մի հատ էլ ձեռք բերենք, այս պարագայում ավելորդություն է դա, հիմնական խնդիրը իմ կարծիքով այդ է։ Լավ, շնորհակալ եմ։ Իսկ հնարավոր է նաև լինեք Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում եւ ինչ ակնկալիքներ ունեք ցուցակային ինչ տեղեր հնարավոր է զբաղեցնել, եթե լինեք։ Ուրեմն համամասնական ցուցակում կլինեմ, իսկ թե որտեղում, դա ես ելի եմ ասել, ինձ համար նշանակություն չունի, թե ես համամասնականում ցուցակում որտեղում եմ, քանի որ ես կոնկրետ առաջադրել եմ իմ տեխնացությունը 34 ընտրատարածքում եւ բնականաբար մտածում եմ ու համոզված եմ իմ հաղթանակի մեջ ու մտածում եմ, որ համամասնական ցուցակում իմ կոնկրետ որտեղը լինելը ինձ պետք չի գալու։ Պարզ է, նորից համամասնականի մասին խոսելիս, եթե հանկարծ Հայաստանի ազգային ժողովը հաջորդ ընտրություններում որոշի, որ այո, դա ճիշտ է, եվրոպական մոտեցում է եւ այլն, համամասնական ընտրակարգը լինելու դեպքում ինչ է կարծում այդ կուսակցությունը, որը կանցնի ազգային ժողով, դա կարող է իմանալ, օրինակ ասենք Շիրակի մարզի ամենահեռավոր գյուղի խնդիրը, թե դարձյալ բոլոր դեպքերում այստեղ կարևոր է անհատի անձի դերը, որ ընտրողը իմանա ում է դիմում իր ընտրած պատգամավորին։ Ուրեմն յուրաքանչյուր ընտրություն բնականաբար անհատներով է պայմանավորված, անհատներն են կազմակերպում այդ ընտրությունները ու ժողովրդի հետ աշխատում են ու ապահովում են տվյալ կուսակցությունների համարձայներ։ Այդ պարագայում էլ մեծ հաշվով, եթե չլինի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, լինի 100% համամասնական, Գյումրի քաղաքում այս պարագայում 34 ընտրատարածքով կամ Գյումրի քաղաքով պատասխանատվությունը ենթադրենք դրվում է կուսակցության կողմից Գրիգորյան Մարդունի վրա, Գրիգորյան Մարդունը կազմակերպելու է այստեղած ընտրությունները, Գրիգորյան Մարդունը քարոզարշավ է անելու, Գրիգորյան Մարդունը ժողովրդի հետ շփվելու է, ընտրություններին Գյումրիում եթե բավարար քանակի ձայներ ապահովեց ենթադրենք Բարգավաճ Հայաստան կուսակցության համար համամասնական ցուցակով անցնում է ազգային ժողով, մտնում է ազգային ժողով, բնականաբար արդեն ներկայացնելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության նաև կուսակցությանը, նաև կառավարությունում, ազգային ժողովում ներկայացնելու է Գյումրի քաղաքի շահերը, խնդիրները բարձրացնելու է մայրաքաղաքում, բարձրացնելու է կառավարությունում ազգային ժողովում, այստեղ մեծ տարբերություն չկա, համամիջ չեմ ենք արձիկի հետ, թե 100%-անոց համամասնականի պարագայում մենակ երևանցիներն է լինելու ցուցակի մեջ, քանի որ չի կարող այդպես լինել, մենք ունենք մարզերում հզոր անձնավորություններ, ովքեր իրենց մարզերում
այդ իրավիճակին տիրապետում են, բնականաբար այդ մարդիկ այստեղ ընտրություններ են ապահովելու, այդ մարդիկ այստեղից ձայներ են ապահովելու, այդ մարդիկ չեն կարող ուղղակի համամասնական ցուցակում լավ տեղերում, անցողիկ տեղերում այդ տվյալ տարածքների պատասխանատուները չընդգրկվեն։ Միշտ այսպես է տպավորությունը ստեղծվում, ինչու են խառնվում ընտրություններին այսպես, ինչու է վերագրվում դա օլիգարխիկ դեմքերի պայքար կամ ինչու է դա վերագրվում կուսակցական մրցավազք։ Ինչպես եք, ինչ գնահատական եք տալիս ընդհանրապես այս ընտրական ընթացքները, գործընթացները, արդյոք այդ տպավորությունը չի թողնում բնակչության շրջանում։ Ուրեմն մինչ այս ընտրությունները բնականաբար այդ ծեր թվարկածները որոշակի դերակատարություն ունեցել են ընտրությունների արդյունքների հետ կապված, այս ընտրություններին ես կարծում եմ, որ դա մինիմալի է հասնելու, այսինքն այդ նույն հեղինակությունները, այդ նույն օլիգարխիան, այդ նույն ֆինանսական աջակցությունը կամ ընտրակաշառքը մյուս մինիմալի է հասնելու, այսինքն մեր ընտրողը ավելի շատ պատկերացում ունի, քան այն նույն օլիգարխը կամ չգիտեմ հեղինակությունը, որ իր կարծիքով իր ասածը անպայման որպես օրենք է ընդունվելու ու ընտրողը կամ հարևանը բարեկամը պետք է անպայման իր ասածը անի, նման բան չկա, մեր ընտրողը լավ հասկանում է, լավ պատկերացնում է, մեզանից է լավ է պատկերացնում, թե որ մեկին ինչ պետք է պատասխանի, որ բոլոր տեղերում է ամեն ինչ ապահովված լինի, այս պարագայում ես համոզված եմ, որ մեր ընտրողները վերջում քվեախցիկի մոտ լինելու են իրենք եւ իրենց խիղճը, ով ինչ է տվել, ով ինչ է խոստացել, ով ինչով է վախեցրել, ով ինչով է փորձել համոզել կամ կաշառել, այդ մարդը վերջում մնալու է ինքը իր թասիբը, իր արժանապատվությունը, իր քաղաքն ու իր ընտրությունը։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Գրիգորյան, ինչ պիտի անի օրենսդիր մարմնի աշխատող ազգային ժողովի падգամավորը, ժողովրդի ընտրյալը, չգիտեմ ինչպես բնութագրեմ, որ օրինակ ասենք արժանանա պատվավոր քաղաքացու կամ տարվա մարդ կոչման, ինչ պիտի անի։ Քանի որ դա հատուկ է գյումրեցիներին, պատվավոր քաղաքացու կոչում, տարվա մարդ կոչում, այս տիտղոսները այստեղ են ստեղծվել։ Հասկանում եմ հարցի նպատակը կոնկրետ, իմ կարծիքով Գյումրիի համար պատվավոր քաղաքացի կամ տարվա մարդ լինելու համար պետք է լուրջ ներդրումներ ունենաս, հստակ տարվա մարդու հետ կապված ես 2007 թվականին ստացել եմ այդ առաջարկությունը Գյումրիի տարվա մարդ կոչմանը արժանանալու, քանի որ 2007 թվականի ընտրություններին արդեն ասեցի, որպես ամենաերիտասարդ պատգամավորության թեկնածու մեծամասնական ընտրապայքարում հաղթանակ տանելուց հետո, որպես քաղաքում արդարոց դեպք, որպես հնչողություն ապահովված դեպք, առաջարկություն եմ ստացել Գյումրու տարվա մարդ, ես ճիշտ ասած հրաժարվել եմ այդ կոչումից հրաժարվել եմ մեկնաբանելով, որ այս պարագայում ժողովուրդը վստահել է ինձ, ընտրել է որպես պատգամավոր, ճիշտ է դա երևույթ էր քաղաքի մեջ, բայց ես հրաժարվել եմ աբառիկով կոչում ստանալուն։ Այսինքն կոչում տալ ապագայի համար, որ ես աշխատեմ, աշխատանք ցույց տամ, ես գտնում եմ, որ դա սխալ է, կոչումը տրվում է հստակ վաստակի դեպքում, երբ որ անում ես, վաստակում ես այդ ամեն ինչը, հետո քեզ այդ կոչումը շնորհում են, ես դրա համար հրաժարվեցի աբառիկով կոչում ստանալուն, աբառիկով պարգև ստանալուն։ Դուք ազգային ժողովում ընդգրկված եք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերով մշտական հանձնաժողով, իրոք Գյումրին մնացել է մշակութային ու սպորտային քաղաք։ Դե բնականաբար Գյումրին մշակութային սպորտային քաղաք է, սպորտի կտրվածքով ավելի շատ կարող եմ ասել, որ մենք բազմաթիվ հաջողություններ ունեցանք, բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել, իս շնորհիվ նաև Օլիմպիական կոմիտեի նախագահի պարոն Ծառուկյանի, որի շնորհիվ այսօր սպորտը վերելք է ապրում ու մեր մարզիկները, մեր ապագա սերունդը ձգտում են դեպի սպորտ, նաև ինչու՞ չէ, այդ սպորտի մեջ տեսնելով հետագայում բիզնես, հետագայում գումար վաստակելու միջոց, այս առումով Գյումրին բնականաբար
առաջամարտիկ է, Գյումրին էլի մնում է իր դիրքերում, նույնը նաև մշակութային հարցերում։ Լավ, իսկ Շիրակի մարզից ընտրված падգամավորների հետ խորհրդարանում կա թիմային աշխատանք, առավել ևս այն, ինչ վերաբերում է մարզի Գյումրիի խնդիրներին։ Ոչ, նմանատիպ աշխատանք ցավոք սրտի չկա։ Ես իմ առաջի շատ վատ է ու շատ վատ է անդրադառնում մեր մարզի վրա։ Մեր մարզում կա պառակվածություն, չկա համախմբվածություն։ Ես դրա մասին խոսել եմ 2007 թվականին, իմ առաջի ելույթն է եղել, երբ որ բյուջեի քննարկման ժամանակ ներկայացրել էի իմ ընտրատարածքի խնդիրները, մի քանի խնդիր ընդգրկվել էր բյուջեում, մյուսները մնացել էին բուլվարային թաղամասի ասֆալտապատում, կոմբինատ թաղամասի ասֆալտապատման խնդիրներ, որոնք չընդգրկվեցին, գումարներ չլինելու պատճառով մեկնաբանվեցին այդ խնդիրները։ Այդ ժամանակ ես իմ ելույթում ներկայացրել եմ, որ եթե մենք համախմբված լինեինք, մեր քաղաքապետ, մարզպետ, պատգամավորներ, անկախ կուսակցական պատկանելությունից բյուջեի քննարկումների ժամանակ, եթե մենք համախմբված լինեինք եւ բոլորս միասին փորձեինք ամենակարևոր խնդիրները ներկայացնել ազգային ժողով, մենք այդ ժամանակ հաջողություն կունենայինք, եթե մենք թեկուզ այդ առաջարկությունները բոլորս միասին կներկայացնեինք, այստեղ ավելի շատ վստահություն կլիներ, ավելի շատ մենք կունենայինք հաջողություն ձեռքբերում։ Բայց այդ կոչը այդպես էլ մնաց որպես կոչ, ոչ մեկը չցանկացան համախմբվել, չուզեցան այդ համախմբված աշխատանքը իրականացնեին եւ մենք ես իմ թիմով առանձին այդ աշխատանքը կատարել եմ։ Բայց ինչու՞ չէ, որ падգամավորները Շիրակի մարզի յուրաքանչյուր ներկայացնում է այն կուսակցությունը, որ այսօր կոալիցիոն ուժ է։ Մենք այդ պարագայում կունենայինք լուրջ ձեռքբերում, անկախ մեր քաղաքական հայացքներից, անձնական հարաբերություններից, եթե մենք կառաջնորդվեինք քաղաքի շահերից ելնելով, մենք խնդիրները կներկայացնեինք ու այդտեղ կոնկրետ չենք մտածի, թե ով է իր վրա վերցնելու դեպի իր կողմը քաշելու խնդրի լուծման այդ PR-ը ներկայացնելը, այս պարագայում եթե մենք ընդանուր կաշխատեինք, այս կդրվածքով մենք կունենայինք լուրջ ձեռքբերում, ափսոս որ այդ համախմբվածությունը չունեցանք, բայց դա միայն այս ընտրություններով կամ 2007-ից 2012 թվականին չէր վերաբերվում, մշտապես էլ այդ պառակտվածությունը եղել է ու ես գտնում եմ, որ մեր մարզը տուժել է պառակտվածության պատճառով, մենք եթե համախմբված լինենք, եթե մենք մեկս մյուսից սատարենք, մեկս մյուսի կողքին կանգնենք, այս պարագայում հաջողություն կունենանք նաև հենց 34 ընտրատարածքի ընտրությունները խոսում է այդ մասին, որ պառակտելու, քաղաքը պառակտելու խնդիր կա, այստեղ էլ մեր ժողովուրդը մտածելու բան ունի, անպայման, որպեսզի թույլ չտանք մեր քաղաքում այդ տեսակ պառակտվածություն մտնի։ Բոլոր դեպքերում թողնում ենք ընտրողի գիտակցվածությանը։ Լավ, պարոն Գրիգորյան, ձեզ ուղղված դիմումներում ամենից շատ ինչից են դժգոհում քաղաքացիները, ինչ են պահանջում։ Ցավը նա է, որ մեզ ուղղված խնդիրների 90%-ը անհատական, սոցիալական աջակցության մասին է, կոնկրետ ֆինանսական օգնություն, աջակցություն, մեր ժողովուրդը մենք շատ քիչ ենք ստանում այնպիսի նամակներ, որ հստակ վերաբերվի իրենց թաղի այս հարցին կամ այն հարցին, այդ պարագայում մեզ պատգամավորներից պետք է օգնի ավելի շատ մեր ընտրողը, քան մենք մեր, այսպես ասեմ, ֆանտազիայի վրա այդ ամեն ինչը կառուցենք, թե ինչ կարելի է ներկայացնել մարդկանց ամբողջ, չգիտեմ, ծրագրեր մարդկանց ներկայացնել ես ենք անելու, ավելի շատ այստեղ պետք է օգնեն ժողովուրդը։ Ժողովուրդը պետք է ներկայացնի իր տարածքի խնդիրները։ Ես մի քանի օր առաջ հանդիպում եմ ունեցել մեր կոմբինատ թաղամասի բնակչության մի քանի անդամների հետ հանդիպում եմ ունեցել, ներկայացրել են թաղամասի խնդիրներ, որ 5 տարվա ընթացքում որպես պատգամավորի ինչ չեն ներկայացրել։ Այսօր արդեն ընտրությունների նախաշեմին ներկայացվում է այդ խնդիրները, որպես խնդիր 5 տարվա ընթացքում չի ներկայացվել, ժողովուրդը պետք է պատկերացնի, ժողովրդի
այդ գիտակցությունը պետք է փոխվի, որ ընտրությունների նախաշեմին գնալ ասել էս արեք, այն արեք։ 5 տարվա ընթացքում մշտապես գրասենյակը բաց է եղել։ Այդ խնդիրներն մենք ի վիճակի ենք եղել այդ 5 տարիների ընթացքում կարգավորելու։ Այսինքն ավելի շատ ժողովուրդը ընտրելուց հետո պետք է պահանջի։ Ընտրելուց հետո պետք է հետևողական լինի, որովհետեւ դու էլ որպես ընտրված մարդ, որպես պատգամավոր պարտավորված լինես, որ ուզես թե չուզես այդ խնդրով պետք է զբաղվես, քանի որ եթե դրանից հետո ցանկություն կունենաս կրկին առաջադրվելու, պետք է մտածես, որ հենց այդ թաղամասում խնդրի առաջ կկանգնես։ Այդ պարագայում դու արդեն զբաղվելու ես այդ խնդրով ու այստեղ շահելու է համ ժողովուրդը, համ դու որպես պատգամավոր հեղինակության խնդիրը նայ։ Օրեր առաջ ձեր մամուլի ասուլիսում ձեր մտահոգությունը հայտնել եք սոցիալական բևեռացվածություն եւ արտագաղթ։ Գուցե ինչ-որ ծրագրային քաղաքականություն կգործի կամ ազգային ժողովում սա ինչպես պիտի բարձրացվի։ Առավել ևս խոցելի է համարում Շիրակի մարզը։ Ուրեմն ես ազգային ժողովում առիթ եմ ունեցել հայտարարությամբ հանդես գալու այս կների թանկացման վերաբերյալ, որ սարսափելի թանկացումներ է գնում, իսկ մենք ժողովրդի մեջ ենք, մենք լավ գիտենք, մենք կաբինետներում նստած մարդիկ չենք, որ կաբինետներում նստած մեր երևակայություններին զոր տալ ու այդ առումով սկսել, չգիտեմ, ինչ ծրագրեր հորինելու բան, մենք ժողովրդի մեջ ենք ու լավ գիտենք, խայտարակ վիճակում է այսօր ժողովուրդը գտնվում։ Այս ընթացքում մենք տարածքները ուսումնասիրել ենք, բնակարանները նայել ենք, ցուցակները ստուգել ենք, թե ինչ վիճակում է։ Այսօր մեր քաղաքը ես ասել եմ, ելի եմ ասում, խայտարակ վիճակ է։ Փակտորները շատ են։ Փակտորներ, մարդիկ քաղաքում չեն, Հայաստանում չեն։ Մի քանի օրվա ընթացքում մենք ունենանք արդեն արդյունքը, թե ինչ վիճակում է գտնվում մեր կոնկրետ մեր ընտրատարածքը, շատ վատ, շատ տխուր, ցավալի վիճակ է։ Արտադրություն, գոնե մի աշխատատեղ բացվելու հեռանկար։ Ուրեմն այս առումով աշխատատեղեր Գյումրիում ստեղծենք հազարավոր աշխատատեղեր կամ նմանատիպ ծիծաղելի բաներ, յուրաքանչյուր իրեն հարգող մարդ, յուրաքանչյուր իրեն հարգող գյումրեցի իրեն թույլ չի տա նմանատիպ արտահայտություններ կամ լոզունգներ տարածել, խոստումներ տարածել, քանի որ մենք լավ գիտենք Գյումրին այսօր շատ լուրջ խնդիրների մեջ է։ Այսօր հազարավոր աշխատատեղեր ստեղծել Գյումրիում երևակայություն է ընդամենը, նաև այդ առումով առիթ ունեցել եմ ասել, որ ռոմանտիկայի ժանրից է այդ ամեն ինչը, ուրեմն աշխատատեղերը շատ բարդ է։ Այսօր մենք գիտենք գործարաններ, Գյումրիում գործարաններ բացել կամ դրանց շնորհիվ փորձել աշխատատեղեր ստեղծել, այսօր բոլոր նմանատիպ աշխատատեղերն էլ ժամանակակից տեխնոլոգիաներով են եւ յուրաքանչյուր հզոր գործարան բացելու պարագայում թող աշխատի 30, 40, 50 մարդ։ Հասկանալի է, այն հզորները չի կարող ստեղծվել։ Այն հզորները չի կարող ստեղծել, այն կորցրած աշխատատեղերը այսօր Գյումրիում չեն կարող վերականգնել, իսկ մեր գյումրեցին լավ գիտի, գյումրեցին լավ հասկանում է, որ նմանատիպ խոստումներ երկրաշարժից հետո արդեն 24 տարի ռեալ իրողությունների իրատեսական ծրագրերի վրա հիմնված առաջնահերթորեն ինչ է կարևորը։ Առաջնահերթին մեր քարոզչության նախապայմանը լինելու է մեկը, որ մենք պետք է չխաբենք ժողովրդին։ Իմ խումբը, իմ թիմը առաջնահերթ մտածում է այդ մասին, որ գյումրեցին 24 տարի հոգնել է սուտ խոստումներով ինքը սպասել ու խաբված լինել։ Մենք բնականաբար ամեն ինչ անելու ենք, որ մեր ընտրողներին չխաբենք, սուտ խոստումներ չտանք։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ավարտենք մեր զրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ հյուրն էր ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, հաջողություն ձեզ։